Հարգանքով վերաբերվեք ստեղծագործողների, առհասարակ արվեստի մարդկանց նկատմամբ, նրանք սիրտ ունեն, որտեղ Աստված է ապրում։ Վերջերս իմ բարեկամ Խաչիկ Մարտիրոսյանը այցելել է մեր ստեղծագործական կազմակերպություններից մեկի նախագահին և վիրավորված դուրս եկել։ Խնդրել էր կարծիք հայտնել իր գրքերի մասին, որ ներկայացրել էր, արժանացել է կոպիտ վերաբերմունքի և այդ վերաբերմունքը վերջի նման մինչ այսօր չի անցնում իմ բարեկամի սրտից։ Իսկ իրականում Խաչիկ Մարտիրոսյանը, որ երկար տարիներ աշխատել է Նայիրիտում, մեծ վաստակ ունեցող մարդ, բարի մարդ, ստեղծագործում է առանց որևէ պահանջ ունենալու։ Մրցանակ չի պահանջում, չի ուզում երևալ, ուղղակի բարի մարդ է, բայց այդ բարի մարդը բավականին վաստակ ունի, գնահատված մարդ է։ Իր մասին սքանչելի հոդված է գրել և տպագրվել Հայաստանի Հանրապետություն թերթում։ Ահա թե ինչ է գրում թերթը, Վարուժան Պլուզյանն է հեղինակը։ Առանց Խաչիկ Մարտիրոսյանի Նայիրիտի երբեմնի արտադրանքը գուցե թերի մնար, բարձրահարկ շենքերի վերելակները ավելի հաճախ խափանվեին, կամ ասենք դրամատիկական թատրոնի լույսերի գունախաղը այդպես չտպավորեր, էլեկտրասնացում կարգավորող, բայց դաժան 90-ականներին գիշերը չեկած, սրտից ստիպված անկողին մտնող, վերմակի տակ կուչ եկած աղոթող, խավարից փախած, գեղեցիկ Աստծուց խնդրող Խաչիկին։ Չշարունակեմ, մեծ հոդված է, գրված սիրով, իմացումով, արժանի այս բարի մարդու բարի սրտին։ Համահայկական գրողների միությունում ծանոթացանք Խաչիկ Մարտիրոսյանի բանաստեղծություններին, ահա ձեզ ենք ներկայացնում սիրելի բարեկամների իր գրքերը։ Ես այն կարծիքին եմ, որ մենք պիտի բոլոր ստեղծագործողների հանդեպ հոգատար վերաբերմունք ունենանք։ Առավել ես, որ Խաչիկ Մարտիրոսյանը իսկապես շնորհք ունի, մի փոքրիկ հատված իր բանաստեղծություններից, հիմնականում մանուկների համար գրված գործեր են։ Պետք է իմանալ, գազան սողուն միջատներ ինչի համար են եղել։ Պապիկ, ասա իմանամ, ամոթ է որ չիմանամ։ Դու իմ փոքրիկ հարցասեր, ամենքն ունեն իրենց դեր, սանիտարն են աշխարհի, բնությանը պիտանի։ Ահա սիրելի բարեկամներ, մի քանի հատված Խաչիկ Մարտիրոսյանի ստեղծագործություններից, ես այս ակնարկով ուզում եմ իմ հարգանքը արտահայտել սիրելի բարեկամ քեզ, հարգելի Խաչիկ, ամեն հանդիպում այս մարդու հետ վերածվում է իսկական տոնի, սիրտը համակ բարություն, բոլորի մասին, ամենի մասին լավ արտահայտվող, բարի, հայրենասեր, նվիրյալ, երևի դուք արդեն հասկացաք, որ վերելակների մասնագետ է Խաչիկ Մարտիրոսյանը և 40 և ավելի տարիներ աշխատել է Նայիրիտում, մեծ վաստակ ունի, հարգված անձնավորություն է, իր բանաստեղծությունների հիման վրա գրվել են երգեր, գնահատվել է, ուղղակի չի ցանկանում, չի ուզում, ու մենք էլ չենք ուզում, որ որևէ մեկը Հայաստանում վիրավորանք կրի։ Ահա ինչու այս փոքրիկ զրույցը ձեզ հետ վարեցի, սիրելի բարեկամներ, ես գրական քննադատ եմ և իմ գործը հենց գրողների դիտողություններ անելն է։ Շատ շատերին եմ դիտողություն արել, բայց չկա մեկը, որը ասի, որ ես իրեն վիրավորել եմ։ Վիրավորանքը տեղ պիտի չունենա գրական աշխարհում։ Առավել ևս այնպիսի մարդ, ինչպիսին վաստակ ունեցող բանաստեղծ Խաչիկ Մարտիրոսյանն է, արժանի է հարգանքի։ Ինչն էլ հիմա էկրանի միջոցով փոխանցում եմ քեզ, իմ սիրելի բարեկամ։